Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 2-ի համար։ Նախ այսօր մայիսի 1-ն է, երբ որ ես անում եմ, շնորհավորում եմ բոլորին աշխատանքային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ աշխատանք չունեն, գտնեք եւ շատ շուտափույթ կերպով գտնեք ձեր սիրելի աշխատանքը, իսկ ովքեր որ ցանկանում են զբաղվել ինքնազբաղվածությամբ, ապա արեք դա։ Ոչ մի կերպ մի հետաձգեք, որովհետև դա է կարևորը մեզ համար, եւ եթե դուք ձգտում եք ունենալ ձեր սեփականը, ապա որքան շուտ, այնքան ավելի լավ բոլորի համար։ Միգուցե ձեր մտածածը շատ կարևոր կլինի մարդկանց համար։ Եվ ուզում եմ նշել նաեւ, որ կան ինձ մոտ խորհրդատվություններ արդեն, խորհրդատվությունների վճարների մասին տեղեկատվությունը շուտով կլինի, որովհետև ծրագիրը պատրաստվում է։ Բոլոր տեսակի հարցերի եւ վերլուծությունների վերաբերյալ կլինեն առանձին խորհրդատվություններ, եւ դուք կարող եք ընտրել հանգիստ, վճարել յուրաքանչյուր երկրից եւ սկզբում կստանաք վարույթը թերթիկ, որտեղ որ նշվում է, որ լինելու է խորհրդատվություն, հետո արդեն եթե քարտեր են, ապա այսպես, ինչպես որ հիմա է, տեղի կունենա հեռախոսազանգի միջոցով ու ուղիղ միացմամբ, այսպես դուք կտեսնեք ձեր քարտերը եւ կկարողանանք միասին նայել ձեր հարցերի պատասխանները։ Ժամային տևողությունը կլինի այդ խորհրդատվության վճարման, կարգի եւ այլն այդ ամեն ինչի հետ մեկտեղ։ Այդ ամբողջը կարող եք գտնել այդ ժամանակ, երբ որ վճարեք, ձեզ հետ կգա թերթիկ, կստանաք թերթիկ ձեր մեյլի միջոցով, որտեղ նշված կլինի, թե ինչ խորհրդատվություն է ձեզ սպասվում, չնայած որ մինչև այդ եւս, եւ նաեւ օր ժամը նույնպես կնշվի այնտեղ մեջը։ Բոլորի համար առանձին եթե ինչ որ հարցեր կլինեն, արդեն այստեղ միայն ինձ հետ։ Կախված է թե ինչ խորհրդատվություն է, ինչ եք ցանկանում եւ այլն։ Ըստ տևողության, այսինքն տևողությունը ավարտվեց, հարցերը եւս կավարտվեն։ Այդպես պետք է հասկանալ, որ անverջ չեն, ժամացույցը անverջ չէ։ Դուք կստանաք ինչ որ հարցերի պատասխաններ, այսպես։ Եթե ցանկանում եք տեսանյութ, կարող եք այնտեղ կլինի տարբերակ, որ դուք ուզում եք տեսանյութ, ոչ թե խոսակցություն ինձ հետ, որովհետև տեսանյութը դուք կարող եք պահել եւ երկար ժամանակ նայել, իսկ այսպես պետք է ինձ ձայնագրեք, պետք է սա, պետք է հիշեք այս բառերը, պետք է նա։ Դրա համար ես միշտ արել եմ տեսանյութ, որպեսզի ձեզ համար մշտապես որ դուք լսեք եւ հիշեք այդ ամենը, ինչը որ կա։ Այսքանը խորհրդատվության վերաբերյալ բոլորը կլինեն, նաեւ ես կառանձնացնեմ առանձին հարցեր, որպեսզի դուք հասկանաք օրինակ թվայգիտությունից այնտեղ ընտրություններ կլինեն, որոնք որ դուք կընտրեք։ Յուրաքանչյուր այնտեղ բավականին շատ ընտրություններ կլինեն, դուք պետք է սեղմեք, որ ընտրություններն եք ուզում, որ հարցերը, որ հարցերի պատասխանները։ Այդպես եւ ըստ հարցերի պատասխանների կամ ըստ քիչ պատասխանների գումարները պետք է հասկանաք ավելանալու են կամ մի խոսքով, պակաս են, դա են 2 հատ։ Ահա, դա ծրագիրը կազմվում է, ուզում եմ ես ասել, որ խորհրդատվություններ ընդունում եմ բոլոր տեսակի, այնտեղ Viber-ը չի աշխատում, կարող եք Viber-ին չգրել, միայն այդպես, վճարումը կատարվում է, հետո եթե կապ եք ուզում ունենալ ինձ հետ, այնտեղ ձեզ նաև հետադարձ նամակ կգրվի այնտեղ եւ դուք նամակով կարող եք պետք է ուղղակի ուշադիր լինեք, որ նամակ եք ստանալու եւ ստանալու եք թուղթ մեյլով եւ նամակ, որպեսզի հասկանաք երբ է կատարվելու ձեր խորհրդատվությունը, ինչպես է անցնելու այն։ Այդ ամենը միայն վճարելուց հետո եք ստանում։ Ահա, այսքանը յուրաքանչյուր խորհրդատվություն, նշեմ խորհրդատվությունները, տարօք քարտերով այնտեղ հարցերի շարաններ կլինեն, դուք կարող եք հարցերը ընտրել։
Միգուցե մեկ հարց է ձեզ հետաքրքրում, ձեզ պետք չի, չգիտեմ ինչ է։ Ձեզ այդ հարցն է կոնկրետ հետաքրքրում, եւ դուք այդ հարցի պատասխանը կստանաք։ Այդ հարցը կարող նշել եւ հենց այդ հարցի պատասխաններ ստանալ։ Նաև կլինի աստղաբանությամբ, թվայգիտությամբ, եթե հարկավոր է, եթե ցանկանում եք ռունաներով, եթե ցանկանում եք ռունայի որևիցե ունենաք ինչ-որ իր գրառումը, որից հաջողության հասնելու համար, նաև առանձին նոր մեթոդ կա, որը որ ես եմ կիրառում, այդ մեթոդով նաև կարող ենք հաշվել եւ տալ ձեր թալիսմանը, դա լինում է միմիայն նկարի տեսքով, որ դուք ստանում եք այդ թալիսմանը եւ այդ թալիսմանը պահում եք ձեզ մոտ։ Դա կապված է միմիայն ձեր ծննդյան օրվա ամսաթվի հետ։ Ուրիշ ոչ ոքի, անգամ այնտեղ բաներ կան, երբ որ դուք որոշեք դա ընտրել, այնտեղ արդեն կան, պետք է լրացնեք բոլորը, հա, այդտեղ ամեն ինչ պետք է լրացնեք, մի խոսքով։ Լրացնեք եւ հետո նոր ոնց որ ասում եմ պատվիրեք, այդպես է լինելու բնականաբար, վճարում եք եւ ստանում ձեր խորհրդատվությունը։ Այնտեղ այլ ինչ կար։ Դե կարող եք նաեւ ցանկության մասին այնտեղ պահել եւ այլն, այնտեղ յուրաքանչյուր բան կլինի։ Ուղղակի ծրագիրը պատրաստվում է։ Պատրաստվելուց հետո ես անպայման այն կհրապարակեմ։ Որպեսզի ավելի հեշտ լինի, այստեղ քարտ եք ուզում, այնտեղ չի լինում վճարել, այս քարտին չի լինում փոխանցել, ես այդքան նյարդեր չունեմ։ Ամեն անգամ բավականին մոտապես 1 շաբաթից ավել մենք խոսում ենք միայն այն մասին, որ քարտը չի լինում ստանալ, գումարը չի լինում ստանալ, սա չի լինում անել, սա չի լինում ուղարկել, դուք ինքներդ եք որոշում, նայում եք արժեքը, որոշում եք, ուզում եք թե չեք ուզում, վերջ։ Ոչ wokից արժեք չեք հարցնում, ոչ wokին չեք անհանգստացնում, որ այս քարտին չի լինում գումար փոխանցել, սա չի լինում անել։ Ինչպես եք դուք վճարում։ Վայլբերրիսում ինչպես եք վճարում։ Ընտրում եք սա տարբերակները եւ հետո վճարում եք։ Նույնն էլ դա է լինելու։ Այսքանը, վերջ։ Դե տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու այսօրը։ Ճիշտ է այսօրը շաբաթ է, բայց ես որոշեցի այս քարտերով անել, որովհետև այս տեսանյութից հետո ես պետք է նաև շաբաթվան անեմ, իսկ այն քարտերը պետք է հանգստանան շաբաթվա համար։ Որպեսզի մեզ ճիշտ պատասխան տան։ Ահա Գնանք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում խոյերին մայիսի 2-ին։ Իդեպ մոռացա ասեմ, քարտերն էլ է փոխվելու, դե լավ, ոչինչ։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, բայց մինչև սեղանի շուրջ նստելը կամ մաքրում եք ձեր տարածքը, որպեսզի նստեք սեղանի շուրջ, միգուցե տանն եք նստում, կամ աշխատանքի վայրում օրինակ, կամ սեղանի շուրջ կարող եք վիճել ինչ-որ մարդկանց հետ, կարող է վեճ առաջանա։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այստեղ գումար պետք է վճարեք, կամ գումարի մասին կխոսեք այնտեղ, միգուցե ուսման կենտրոն է, միգուցե ոչ թե գնում եք, այլ օրինակ անում եք ինչ-որ համակարգչով եւ այնտեղ վճարներ կան, որոնք որ պետք է վճարեք։ Նաեւ
Սա նաև կարող է լինել դե այդ օրը բանկերը այսպես թե այնպես բացեն, կարող եք նաև այցելել բանկ եւ այնտեղ վճարումներ կատարել։ Հրավերք ունակ որևիցե առիթի, այդ օրը կարող եք առիթի մասնակցել, կարող եք նաև ստանալ նամակով այդ առիթը կամ ուղղակի եւս մեկ անգամ ոնց որ շեշտեն ինչ աղար, ուր կորար, եփես հասնելու, այդպես կարող է նաև, հա, որպեսզի չմոռանաք այդ առիթը եւ նաև եւս մեկ անգամ էլ իրենք ձեզ ասում են այդ մասին։ Այսքանը ձեզ համար նաև գոյություն ունի, նաև մինչև սա նայեք Ինձ թվում է մինչև սա նայեք արդեն նա կլինի ալիքում, այո, հաջողության կոդերը, եթե հետաքրքրում է, կարող եք նայել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 2-ին։ Հարգելի ցուլեր, օրը բավականին երկակ է, ունեք եւ տխրություն եւ ուրախություն, այն ինչ որ բաներ ձեզ ուրախացնելու են, ինչ որ բաներ ձեզ կարող են տխրեցնել։ Չու մեկից կարող եք տխրել, հիասթափվել, այդպես։ Գաղտնիք կբացահայտվի, սուտ է բացահայտվելու, դրա պատճառով է այստեղ, որ կարող եք տխրել, նաեւ ինչ որ մեկից կարող եք հեռանալ կամ ինչ որ բանից կարող եք հեռանալ այդ ստի պատճառով։ Նաեւ հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ որ բաների, հեռախոսազանգ ունեք այդ օրը եւ մյուս կողմից էլ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, չգիտեմ ինչու։ Եվ այստեղ պետական հիմնարկություն կարող եք այցելել եւ ոչ թե ինչ որ հատուկ պայմանավորվածությամբ, այլ ուղարկի վերկենակ եւ գնաք, գուցե այնտեղ արդեն հանդիպում խնդրեք, որպեսզի հա հանդիպում ունենաք ինչ որ մեկի հետ։ Բայց այստեղ սա ոնց որ պայմանավորվածություն չի, որ գնում եք։ Նաեւ հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր։ Նաև դա կարող է լինել ուսման կենտրոն շնչապատը, հույսով եմ երևի թե փակ է։ Կախված է թե ինչ ուսման կենտրոնի մասին է խոսքը, այստեղ կարող է նաև լինել ինչ որ կուրսերի մասին։ Նաև դա կարող է լինել բժշկական կենտրոն։ Այնտեղ ինչ որ մեկին հյուր գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի մայիսի 2-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը նախ սկզբում մոռացա ասել, հիմա եմ ուզում նշել, եթե հետաքրքրում է, հաջողության կոդերը արդեն կլինեն թվագիտության ալիքում։ Նաև այդ օրը հրավերք ունեք ոչ առիթի, գումար կծախսեք կամ գումար կվճարեք ինչ-որ բանի համար, դուք մարդկանց կհրավիրեք առիթի, նաև գումար կստանաք, ինչպես ստանում եք, այնպես ծախսում եք, եւ օրվա ընթացքում կամ կպարկեք հանգստանալու կամ ցանկություն կունենաք պարկել հանգստանալու, նաև դա կարող է լինել ինտիմ հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 2-ին։ Հարգելի խեցգետիններ, գիտեմ, որ շատերդ եք սիրում եւ դրա համար ուզում եմ անպայման նշել, որովհետեւ սկզբում մոռացա նշել, որ կան հաջողության կոդերը, այնպես որ եթե ցանկություն ունեք, կարող եք նայել։ Դա թվագիտության ալիքում է, ովքեր որ նոր են եւ չգիտեն։ Եվ այդ օրը, ինչ որ տհաճ պահեր կան օրվա ընթացքում, կարող եք հուզվել, նաեւ կարող եք արտասվել։ Ցավ է պատճառում ինչ որ բանը եւ այդ տհաճ պահերն են։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, բայց իրադարձություններ ունեք, որոնք ամեն ամիս կրկնվում են ձեզ մոտ, այդ օրը եւս կկրկնվի կամ նոր է սկսվում, կամ նաեւ դա կարող է ավարտվել։ Եվ օրվա ընթացքում ոմանք կպարկեն հանգստանալու, ոմանք կցանկանան ուղղակի պարկել հանգստանալու եւ նաեւ ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 2-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը որևիցե հնարավորություն կախեք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք։ Նաև հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, այստեղ գաղտնի գործողություններ կարող եք անել կամ գաղտնի սիրավեպ է, այդպես կամ կգա գաղտնի կամ դուք կգնաք գաղտնի իր մոտ։ Նաև ինչ որ բան է ձեզ երջանկացնելու այդ օրը, հաղթանակած եք դուրս գալու որևիցե հարցից, քան ինչ մոռացել ասեմ, ում որ հետաքրքրում է հաջողության կոդերը ալիքում են, կարող եք նայել, այս ալիքում չեն գիտեք, թվագիտության ալիքում է։ Նույնիսկ սկզբում մոռացել եմ ասել, հիմա բոլորին ասում, որովհետև գիտեմ, որ շատերն են սպասում եւ շատերն են սիրում այդ արարողությունը եւ անում են, որտեվ դա անվտանգ է, գիտեք, ես ձեզ միշտ անվտանգ տեղեկատվություններ եմ տալիս, որոնք որ ձեզ համար ոչ մի վտանգ չեն ներկայացնելու։ Այդ օրը նաև ոմանք առիթ ունեն կամ ձեր տանն է կամ պետք է գնաք այդ առիթին եւ ձեզ շատ սիրված կզգաք, միգուցե սիրո խոստովանություն են անում, դուք եք անում ինչ-որ մեկին սիրո խոստովանություն, այդպես կամ միգուցե առիթի ժամանակ ուղղակի ձեր հարազատների շրջապատում կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 2-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ուրախացնելու, ձեր տրամադրությունը բարձրացնելու, նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի եք նաև սպասում, և նաև այստեղ ունեք երեխաների հետ կապված որևիցե հարցեր, որոնք որ պետք է անեք, լուծեք, նաև դա կարող է լինել առիթ երեխաների, որը պետք է գնաք այդ օրը, շաբաթ օր է ամենայն դեպս, ինքը բավականին մարդիկ առիթներ կունենան, նաև երեխաների հետ կապված հարցերն է, որոնք լուծում եք ավարտում ի վերջո։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, եւս այնտեղ պետք է գնաք եւ զբաղվեք այդ հարցերով։ Նաև դա կարող է հենց երեխաների հետ է կապված ուսման, կարող է ինտերնետով նստած ինչ-որ բաներ եք անում, ինչ-որ գործողություններ եք անում, ի վերջո, երեխաներին է վերաբերվում։ Դա նաև բանկ է եւ հիվանդանոց չի բացառվում, այստեղ երեխա է ծնվում եւ գնում, այցելում եք իրեն, տեսակցության եք այցելում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին մայիսի 2-ին։
Հարգելի կշարքներ, հետո բավական իրադարձություն ունեք նայեք, կամ ինչ-որ մի բանը մեկի հետ կբռնի, մյուսը հա մեկի հետ։ Այդ օրը հրավերկված է առիթի, սեղանի շուրջ եք նստելու, կամ դուք եք հրավիրելու մարդկանց առիթի եւ տուն եք մաքրելու մինչեւ առիթը, կամ այստեղ սեղանի շուրջ նստած նաեւ կարող է վեճ լինել, չի բացառվում, հյուր կամ դուք եք գնալու կամ ձեզ մոտ են գալու հանդիպում մարդկանց հետ, այստեղ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, հնարավոր է թույլ չեն տալիս ավելի շուտ դուրս գաք։ Դե կամ մեկ այլ հարց է, հա, որ այստեղ ցավ է տալիս ձեզ այդ հարցը։ Ինչ-որ գործեր չեք հասցնում ավարտին, նաև որը ձեր ձեռքում է շատ բան ձեզ հենց է կախված, այդ օրը ունեք թաքուն գործողություններ կամ թաքուն սիրավեպ եւ կամ շուտ եք քնելու երեկոյան արդեն կամ ավելի ուշ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 2-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ինչ-որ սուտ կա։ Այստեղ գործնական հարաբերություններ են, գործնական խոսակցություններ են, այդտեղ սուտ կա, ուշադիր եղեք այդ հարցում։ Կարող են ինչ-որ մի բան խոստանալ եւ չանել կամ ասել այո, համաձայն ենք, բայց էլի նորից ոչ մի բան չանեն, այնպես որ այստեղ պետք է զգուշ լինել։ Այդ օրը կամ ժամ կպայմանավորվեք, կամ արդեն պայմանավորվել եք եւ ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Եվ ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս այդ ամսվա այդ օրն է, եւ նաեւ կարող է լինել վերջին օրը, կամ ավարտվում է դա, կամ նոր է սկսվում նման որևիցե ինչ-որ ամեն ամսվա ինչ-որ բահեր։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 2-ին։ Ինչև սովոր եմ մայիս ասել։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, ոմանք կարող են նաև ընդունվել աշխատանքի, ոմանք հանդիպեն պետական աշխատողի հետ, նաև շատ աշխատանք, պատվերներ, այդպես, աշխատակիցներ, խոսակցություններ աշխատանքի վերաբերյալ, նաև ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ այդ օրը ժամ կպայմանավորվեք, նաև այստեղ ինչ-որ ժամեր կարող եք փոխել, ինչ-որ աշխատանքի ժամեր դա կարող է լինել, ավելի քիչ աշխատեք օրինակ այդ օրը, կամ ավելի շատ է աշխատանքը, և գործնական հանդիպում ունեք, կամ նաև գործնական խոսակցություն որևիցե մարդու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 2-ին։ Հարգելի այդ եղջյուրները, այդ օր ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև հույսով լցված եք, հույսով սպասելու եք ինչ-որ բանի, ինչ-որ մեկին, նաև որոշ գործեր կանեք, կավարտեք այդ օրը վերջնական լուծում կտաք ինչ-որ հարցերի, ինչ-որ մեկից եք բաժանվում, կամ ինչ-որ բանից եք բաժանվում, հեռանում, կարող է լինել նաև ապրանք, այսինքն այլ եք, տվեցիք և այդ ապրանքը գնում է նաև ձեզանից, դե նաև դա կարող է լինել մարդ։ Հեռախոսազանգ ունեք, հեռախոսազանգն է ընդհանրապես ձեզ երջանկացնելու ավելի շատ, և գումար կամ կծախսեք այդ օրը, գումարի մասին կխոսեք, գումար ինչ-որ բան կվճարեք, օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզ հենց է կախված, հատկապես օձերի հետ կապված հարցերում, որովհետև կարող է դե ձեզ այդպես օձավարի վերաբերվեն, կամ նաև բամբասանք, սարմանալի է, որ չկար ձեզ մոտ, անհնարին է, որ չլինի նա ձեզ մոտ ինչ-որ և ձեր ձեռքում է, օրը, թե ինչպես կվերաբերվեք այդ կամ բամբասանքին, կամ իրենց այդ չար տեսակին, և որից հետո հաճ պահեր կան այդ օրը, և դե կամ օրվա ընթացքում պարկելու եք հանգստանաք, կամ ինտիմ հարաբերություններ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 2-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, նաև կարող եք տխրել այդ ինչ-որ ձեզ ցավեցնի։ Եվ հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանն է, ուրիշ ոչինչ չունեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 2-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, վատ վերաբերմունք, նախանձ, նաև ոչ գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Կարող եք շուտ արթնանալ այդ օրը կամ ավելի ուշ։ Ոչ հարցում հաղթանակած եք դուրս գալու այդ օրվա ընթացքում, ինչ-որ մի բան կարող եք անել, որ լավ ստացվի։ Ձեզ կարող են սիրո խոստովանություն անել կամ դուք անեք սիրո խոստովանություն, նաև դա կարող է լինել հարազատների շրջապատում գտնվեք այդ օրը ինչ-որ մարդկանց մեջ, նաև ձեզ սիրված գաք, հա, ձեզ լավ զգաք ինչ-որ մի հարցի հետ կապված, և նամակ կարող եք ստանալ, նամակագրական կապի մեջ լինեք ինչ-որ մեկի հետ, նաև փաթեթ ստանաք այդ օրը կամ փաստաթղթերի հետ կապված հարցեր են, կարող եք դասավորել, լուծել, քսերոքս անել, այդպես նման բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։